Եթե մենք այսօր ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Փաշինյանն այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի երկրորդ հատվածն էր ներկայացնում։ Վարչապետը վերահաստատեց նախկին միտքը, որ Ղարաբաղյան շարժման շարունակություն թույլ չի տալու։ Եթե հղում ենք անում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք այսպես ասած որդեգրում ենք արևմտյան Հայաստանի խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք ծովից ծով Հայաստանի խոսույթը, այստեղ նրբությունը ինչի մեջ է, եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք օրինակ արևմտյան Ադրբեջանի խոսույթի դադարեցումը, արևելյան Թուրքիայի խոսույթի դադարեցումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Փաշինյանը սակայն հակված է փակված համարել ոչ միայն այս էջը, այլև արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Ես ասում եմ, այո, մենք պետքա փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև լավ մարդիկ ինչքան պետքա մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշում է վերադարձի իրավունքը Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ։ Նրա խոսքով, եթե Հայաստանի կառավարությունը փակում է այդ հարցը, ապա չեն կարող փակել միջազգային հարթակներում այդ հարցը բարձրաձայնելու հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետքա որոշի, թե մեզ համար որն է ավելի լավ՝ վերադառնալ եւ ապրել սեփական բնորանում, թե փախստականի կարգավիճակում շարունակել լինել Հայաստանի Հանրապետություն, հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որ Արցախներին Հայաստանում փախստականի կարգավիճակ է տվել։ Հայաստանի կառավարությունը իրավասու է իր համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը համարել փակված։ Հայաստանի կառավարությունը իրավասու չէ Լեռնային Ղարաբաղի բռնատեղ անված անձանց անունից փակել նրանց վերադարձի հարցը։ Արցախի հայերի վերադարձի հարցը Բաքուն մշտապես կապել է այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի թեմայի հետ։ Ալիևը պարբերաբար ուղղակի կամ անուղղակի խոսել է այս մասին։ Արցախի ազգային ժողովի նախկին падգամավոր Վահրամ Աթանեսյանը հաշվի առնելով այս իրողությունները արցախցիների վերադարձի գործընթացը դժվար իրականանալի է համարում։ Իհարկե վերադարձի խնդիրը չափազանց բարդ է ու կապված է Ադրբեջանի իշխանությունների իրավազորությունը ճանաչելու, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու եւ այլ հարցերի հետ, որքանով է այս պահին ակտուալ Հայաստանում հաստատված արցախցիների համար, միանշանակ պատասխան ոչ ոք չի կարող տալ։ Երանի թե հիմա էլ այդ քաղաքական պատանդի կարգավիճակում Արցախում ապրեին։ 30 տարին Արցախում ոչ թե արցախցիները ապրել են քաղաքական պատանդի կարգավիճակում, այլ ապրել են ազատ ինքնորոշված հայրենիքում ու մտածելով, որ մի օր Արցախը այդ հայրենիքը միավորվելու է այդ հայրենիքի հետ։ Նիկոլ Փաշինյանը արցախցիների վերադարձի հարցը փակելու մասին բարձրաձայնելուն զուգահեռ փոխում է նաև նրանց կարգավիճակի մասին խոսույթը։ 2023-ից 2026 թվականների ընթացքում Հայաստանի վարչապետի համար բռնի տեղահանված արցախցիները դարձել են փախստականներ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին պետքա փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով